Բարի լույս, իմ անունը Բրյուս Պողոսյան է և ես Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահն եմ։ Ինձ համար հաճելի է ողջունել ձեզ այս առավոտ հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական քաղաքականություն Հայաստանի ընտրությունները համաժողովի։ Հայաստանի ամերիկյան համալսարանը շատ ուրախ է հյուրընկալել այս համաժողովը Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ինչպես նաև Հայաստանում գործող Counterpart International կազմակերպության աջակցությամբ։ Կուզենայի սկսել բացման այս խոսքը շեշտելով համալսարանների դերը հանրային քաղաքականությանը վերաբերող քննարկումներում։ Իր հիմքում հանրային քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հասարակության կամ նրա կառավարության կողմից կատարվող համատեղ ակցիա։ Հանրային քաղաքականությունը կարևոր է, որպեսզի հասարակությունը գործի միասնականորեն։ Լավ հանրային քաղաքականությունը գործում է ի օգուտ բոլորի շահերի և հասարակության ուժն ու ազդեցությունը ավելի զորեղ է դարձնում, քան այն կազմող մասերի հանրագումարն է։ Վատ հանրային քաղաքականությունը ազդում է որոշումների վրա, որոնք թանկ են նստում մեզ վրա և հետագայում դառնում են դժվար ուղղելի։ Երբեմն դժվար է որոշել, թե արդյոք հանրային քաղաքականությունը լավն է թե վատը, քանի որ այն հակված է երևալու շատ դանդաղ ընթացող ժամանակահատվածներում։ Այդ իսկ պատճառով գիտնականները ուշադրությամբ ուսումնասիրում են հասարակական քաղաքականությունը հիմնելու համար լավագույն փորձառությունները, դասեր են քաղում անցյալի հաջողություններից ու ձախողումներից և կիրառում են մեր ամբողջ փորձառությունը ապագայում հնարավոր լավագույն որոշումները կայացնելու համար։ Միչիգանի պետական համալսարանի երկրաբանական քաղաքականության ինստիտուտի տնօրենը Սոջի Ադելահյան հռետորաբար նշեց, որ հասարակական քաղաքականության և ազատ շուկաների միջև գոյություն ունի մի անհրաժեշտ լարվածություն։ Շուկաները փոխարժեքային գործընթացներ են, քաղաքականությունը քաղաքական գործընթաց։ Շուկաները գործ ունեն մասնավոր ապրանքների ու ծառայությունների հետ, իսկ քաղաքականությունը հասարակական ապրանքների ու ծառայությունների հետ։ Շուկաները պայմանավորված են անձնական շահերով, իսկ քաղաքականությունը հասարակական շահերով։ Շուկայում բիզնեսն է հիմնական հաստատությունը, քաղաքականությունում կառավարությունը։ Շուկաներում գործող սկզբունքները արդյունավետությունը, արտադրողականությունը ու տնտեսական աճն են։ Քաղաքականությունում արդարությունը, հասարակական ուժն ու արդարադատությունը։ Այս բոլոր պատճառներով բիզնեսի և հանրային քաղաքականության միջև առկա հարաբերության կամ շփման կետը բարդ է և շատ անգամ վիճահարույց։ Առկա լարվածությունը չի կարող հասցեագրվել հավասարակշռված ձևով այն անձանց կողմից, ովքեր ներկայացնում են զուտ բիզնես շահեր կամ նրանց, ովքեր ներկայացնում են զուտ քաղաքական շահեր։ Անհրաժեշտ է մի անկողմնակալ երրորդ կամ կողմ բարդ որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու, ինչպես նաև խաչաձև, կարգապահական, փորձաքննությամբ զբաղվելու կարողությամբ։ Եվ այստեղ է, որ կարևորվում է համալսարանների դերը հանրային քաղաքականության բանավեճում։ Հանքարդյունաբերության հետ առնչվող հասարակական քաղաքականությունը ներառում է խնդիրներ կապված բիզնեսի, տնտեսագիտության, իրավագիտության, ճարտարագիտության, հանրային առողջության և բնապահպանական գիտությունների հետ։ Այս բոլոր ամենատարբեր բնագավառներում խաչաձև կարգապահական, փորձաքննությամբ զբաղվող հաստատությունները շատ չեն, սակայն դուք հիմա գտնվում եք դրանցից մեկում։ Համալսարանները համախմբում են տարբեր ոլորտների բազմաթիվ հետազոտողների, որոնք համատեղ աշխատում են բարդ խնդիրների լուծելու նպատակով։ Համալսարաններն ունեն նաև կրթելու առաքելություն և փորձաքննություն, և ի վերջո հասարակական քաղաքականության խնդիրները ամենից լավ հարթվում են հանրության կրթությամբ։ Այս բոլոր պատճառներով համալսարանները չափազանց կարևոր են դարձել Արևմուտքում հանրային քաղաքականության ձևավորման հարցում։ Ինչպես վկայում է բազմաթիվ հայտնի հաստատությունների, օրինակ, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարական դպրոցի գոյությունը։ Հանքարդյունաբերությունը կամ արդյունահանումը ընդհանուր առմամբ ունեն հանրային քաղաքականության բարդ հարցերի հանգեցնելու միտում։ Չնայած որ արդյունաբերության շրջակա միջավայրի վրա ազդեցությունները Հայաստանում արդեն լավ փաստագրված են, մենք զգում ենք, որ դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը Հայաստանում ոչ մի գիտական համաժողովում պատշաճ կերպով չի ուսումնասիրվել, և դա է այսօրվա համաժողովի պատճառը։
Խնդիրը սա է, հանքաքարերի շերտերը կուտակվել են բնության երկրաբանական ժամանակահատվածի միլիարդավոր տարիների ընթացքում։ Հանքաքարերը հետևաբար երկրի ժառանգության մի մասն են կազմում։ Դրանք պատկանում են բոլոր սերունդներին, որ երբևէ ապրել են և կապրել են որևէ հողակտորի վրա։ Հետևաբար սա շատ լուրջ հարց է այն սերնդի համար, որը կորոշի դառնալ հողի տակից այդ ժառանգությունը հանող և որպես ռեսուրս օգտագործող սերունդ է։ Այսպիսի որոշումը ակնհայտորեն ոչ ճիշտ է, ոչ էլ սխալ։ Նրանց համար, ովքեր ասում են, թե հանքարդյունաբերությունը ակնհայտորեն սխալ է, կարող ենք բերել Բոտսվանայի օրինակը։ Անկախությունից ի վեր 1996 թվականից Բոտսվանան ունեցել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճը, միջինը տարեկան 9%։ Աճի հիմքում ընկած էր ադամանդի հանքարդյունաբերությունը, սակայն հանքերի եկամուտները կառավարվել են խելամտորեն, լավ տնտեսական քաղաքականությամբ։ Ի վերջո հարստությունը բաշխվել է երկրի բնակչության միջև։ Ըստ Transparency International կազմակերպության, Բոտսվանան գնահատվել է որպես Աֆրիկայի ամենաքիչ կոռուպացված երկրներից մեկը։ Բոտսվանայի կենսամակարդակը այսօր համադրելի է Մեքսիկայի և Թուրքիայի հետ, և այն ունի համաշխարհային մակարդակի անվճար կրթական ու առողջապահական համակարգեր։ Նրանց համար, ովքեր ասում են, թե հանքարդյունաբերությունը միանգամայն ճիշտ է, թերևս այն պատճառով, որ այն աշխատատեղեր է առաջացնում, կարող ենք բերել OK Teddy հանքավայրի օրինակը Պապուա Նոր Գվինեայում։ Սա պղնձի ու ոսկու բաց հանքավայր է, որը մի ամբողջ լեռ վերածել է հողին հավասար մի փոսի։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մի թերի պլանի պատճառով թափոնների կույտերը փուլ են եկել, և հիմա արդյունաբերողներն ամեն տարի 80 միլիոն տոննա թափոն և հանքարդյունաբերությունից առաջացած էրոզիա են լցնում գետը։ Այս թափոնները մեծաքանակ վնասներ են հասցրել հանքավայրի մոտ գտնվող 120 գյուղերում ապրող 50,000 մարդկանց թե բնապահպանական, թե սոցիալական տեսանկյունից։ Թափոններում եղած քիմիական նյութերը սպանել ու թունավորել են ձկներին, որոնք դեռ հանդիսանում են այս գյուղի բնակիչների սննդի աղբյուրը։ Գետի հունը 10 մետրով բարձրացավ, իսկ նրա խորությունը ծանծաղեց, ստեղծելով սահանքեր և խախտելով տրանսպորտային ուղիները։ Հանքանյութերից թունավորված ցեղն այժմ պատել է հանքաքարերի հոսանքն ի վար իջնող գյուղատնտեսական դաշտերը, վնաս հասցնելով գյուղատնտեսական եկամուտներին։ Իսկ Human Rights Watch-ի 2010 թվականի զեկույցը պարզեց, որ Պապուա Նոր Գվինեայի ազգային եկամուտները, OK Teddy հանքավայրի եկամուտները ներառյալ, պաշտոնական կոռուպցիայի շնորհիվ արդեն վատնվել են, առանց բնակչության վրա տեսանելի դրական ազդեցություն ունենալու։ Ընդհանուր առմամբ հանքավայրը շատ բացասական հետևանքներ է ունեցել։ The net effect of the mine economically, therefore, was very negative. So it can go both ways. Before I finish my introductory remarks, allow me to just change the Նախքան խոսքս ավարտել, թույլ տվեք փոքր ինչ շեղվել թեմայից։ Որպես մանկավարժ չեմ կարող ձեզ ցույց տալ տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հետեւյալ սլայդը։ So you may have difficulty seeing this, but I'll explain to you what it is. The OECD made a data map of countries. Այն երկրների տվյալներով քարտեզը, որը ներառում է արդյունահանման ոլորտից բխող, համախառն ներքին արդյունքի տոկոսի հորիզոնական առանցքում, ի համեմատություն իրենց ուսանողների առաջընթացի, ըստ ուսանողության գնահատման միջազգային ծրագրի քննարկման ծրագրի ուղղահայաց առանցքում։ Կանաչ գծերը միջին արժեքներն են։ ՏՀԶԿ-ն եզրակացնում է, որ երկրների բնական պաշարներից ստացված դրամական քաղվածքների և նրանց ավագ դպրոցների ներկայացուցիչների հմտությունների միջև տիրում են էականորեն բացասական հարաբերություններ։ Փաստորեն, արդյունահանման ավելի շատ ոլորտներ ունեցող երկրները հակված են ունենալու ամենավատ կրթական համակարգերը։ Ըստ K.R. Sridhari, որը Silicon Valley Bloom Energy բառերքի բջջային փորձերի ընկերության հիմնադիրն է, երբ չունես ռեսուրսներ, հնարամիտ ես դառնում։ Անկախ պատճառից միտումը պարզ է։ Թայվանը, որ չունի օգտագործման ենթակա ոչ մի ռեսուրս, ունի աշխարհում լավագույն միջնակարգ կրթության համակարգը։ Հայաստանը, որ դեռ գտնվում է հանքերի արդյունահանման եկամուտների միջինից ցածր կետում, ունի միջինից բարձր կրթական համակարգ։
but its secondary educational system is above mean. Azerbaijan, by contrast, is here. Ադրբեջանը, չնայած որ ունի արդյունաբերական եկամուտների բարձր տոկոս, ունի կրթական մի համակարգ, որը միջինից ցածր է։ In fact, only 3 countries in the world manage to be in the upper right. Փաստորեն 3 երկրներ, որոնք գտնվում են վերջին աջ հատվածում, դրանք Ավստրալիան, Նորվեգիան ու Ռուսաստանն են, եւ հակառակը 18 երկրներ գտնվում են բարի աջ հատվածում։ So the negative correlation is very strong. By contrast, there are 18 countries clustered together with below average educational systems, even though they're well above average in extraction industries, meaning that they certainly have all the money that they need to throw at educational system quality, but they're not doing it. Now, you have to be careful about concluding anything. Այժմ պետք է զգույշ լինել այս ամենից որևէ բան եզրակացնելուց։ Հարաբերակցությունը չի ենթադրում պատճառականություն, սակայն այն առաջադրում է համընդհանուր պատճառականություն եւ դրանից խուսափելը կարող է դժվար լինել։ Եթե Հայաստանը մեծացնի արդյունանալու ոլորտի եկամուտները որպես համախառն ներքին արդյունքի տոկոս, ավելի հավանական է, որ կհետևի Ավստրալիայի, Նորվեգիայի եւ Ռուսաստանի օրինակին, թե որ կհետևի ստորև նշված 18 այլ երկրների օրինակին։ Or is it more likely to follow the example of the 18 countries in the lower right of the picture? Սա ռետորական հարց է։ Պատասխանը իհարկե կախված կլինի կառավարման թափանցիկության ու արդարության մակարդակից, որով Հայաստանի հանքային ռեսուրսները կօգտագործվեն։ Սա հանրային քաղաքականության հարց է։ Սա այնպիսի մի հարց է, որ կարող է շատ արդյունավետ ձևով ուսումնասիրվել ակադեմիական միջավայրում եւ որը կքննվի այսօրվա համաժողովի ընթացքում։ Հուսով ենք, որ այս համաժողովը սկիզբ կհանդիսանա առավել կայուն հարթակում ակադեմիական մակարդակով նմանատիպ քաղաքական քննարկումներ ծավալելու համար։ Նորից շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Ազգերի զարգացման ծրագրին եւ Հայաստանում գործող Counterpart International կազմակերպությանը միջոցառմանը աջակցելու համար։ Հուսով եմ, որ դուք կվայելեք այս համաժողովը եւ որ այսօրվա քննարկումները կնպաստեն Հայաստանի հանքարդյունաբերությանը վերաբերող մի հնչեղ հանրային քաղաքականություն ստեղծելուն։